Բարեկո Տիկին Մելքոնյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Տաթև ջան, անցնեմ Տաթևի, քանի որ մենք նաև հրաշալի ընկերներ ենք, տարիներ առաջ աշխատել ենք միասին նույն հեռուստաընկերությունում ու ձևավորվել է հրաշալի ընկերական միջավայր, դրա համար թույլ եմ տալիս, որ քեզ դիմեմ արդեն որպես նաև գործընկերոջ եւ նաև հրաշալի ընկերոջ։ Տաթև ջան, մեկնարկել է միջոցառումներ մի շարք, ամսի 21-ից 28-ի շրջանակներում թատրոնի միջազգային օրվա հետ կապված։ Դուք որպես արվեստի մարդ, հրաշալի դերասանուհի, տաղանդավոր բեմադրիչ, ինչու՞ չէ, նաև բավականին լուրջ պաշտոն եք զբաղեցնում մեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրեն եք այլևս։ Ուզում եմ հասկանալ ինչ է ձեզ համար թատրոնը։ Դե, բարձ է որ ինձ համար թատրոնը դա մի ամբողջ կյանք է ու օդ առանց թատրոնի ես ինձ երբևիցե չեմ պատկերացրել, բայց նաև ես այդքան սենտիմենտալ չեմ, ես գիտեմ որ թատրոնը շատ մեծ աշխատանք է ու շատ մեծ պատասխանատվություն, այդպես։ Ամեն դեպքում լինելով կին, գեղեցիկ կին, տաղանդավոր դերասանուհի, նաև ունեք պաշտոն, թատրոնի տնօրեն եք։ Ինչպես է կարողանում համատեղել այնպես, որ չտուժի Տաթև Մելքոնյան դերասանուհին, բեմադրիչը եւ նաև տնօրենը, ինչու որովհետեւ մեր օրերում կին տնօրենները կարծես թե խոցելի են եւ պատասխանատու աշխատանք է, որովհետեւ ադմինիստրատիվ աշխատանք, ֆինանսներ, կառավարում, բազմաթիվ տարատեսակ մարդկանց հետ շփում եւ միաժամանակ նաեւ արվեստի մեջ, ինչպես է դա ձեզ հաջողվում։ Իմ ամենահզոր զենքը դա սերն է։ Ես ամեն ինչ անում եմ սիրելով ու ողջ գաղտնիքը դրա մեջ է իրականում, որովհետեւ թե որպես տնօրեն ես իմ աշխատակիցներին սիրում եմ ու պահանջում եմ օրինակ ծառայելով նույնը եւ որպես բեմադրիչ եւ որպես դերասանուհի ճիշտ է պետք է խոստովանեմ որ որպես դերասանուհի մի քիչ տուժել է մասնագիտական առումով բայց չեմ զղջում որովհետեւ թե որպես բեմադրիչ թե որպես տնօրեն ինձ առայժմ լավ եմ զգում Տաթև, հա, արդեն մեկնարկել է մշակութային շաբաթը, դուք ձեր թատրոնը ինչ ներկայացումներ, ինչ նորություններ, ինչպես եք հանդես գալիս, մի փոքր կպատմես այդ մասին։ Հաճույքով, մենք դե ունենք շատ թարմ, լավ, հարուստ խաղացանք, այս վերջերս էլ ունեցանք առաջնախաղ Հրանտ Մաթևոսյանի այս կանաչ կարմիր աշխարհը, խաղում են երիտասարդներ, 5 երիտասարդ, 6 ներողություն, 6 երիտասարդ, իմ կուրսից եւ Ռուբեն Բաբայանի կուրսից շուտով կունենանք եւս մեկ առաջնախաղ մայիսի սկզբին Վիշնեկի կնոջ մարմինը որպես պատերազմի դաշտ Սերժ Մելիք-Հովսեփյանն է բեմադրիչը։ Այնի մասին է, կպատնեք մի փոքր փակագծեր բացենք, որ հեռուստադիտողն էլ, հա, հանդիսատեսն էլ թատրոնի ցանկություն ունենա գալու, նայելու ինչի մասին է, սերը, հայրենասիրությունը ինչ է, մի փոքր կմանրամասնեք ներկայացումների մասին։ Այս կանաչ կարմիր աշխարհը սիրո մասին է, դե Միրհավի նույն պատմությունն է, Դիլանի եւ Սոնայի սիրո մասին է, պարզապես Հրանտ Մաթևոսյանի կինովիպակն եմ ես որպես հիմք վերցրել այդպես ձախողված սիրո մասին է, երբ երիտասարդները իրար սիրում են եւ Սոնան ամուսնանում է ուրիշի հետ եւ Դիլանի այդ պատմությունն է տխուր, բայց եւ կանաչ կարմիր վառ գույների մեջ։ Ինչ վերաբերում է Վիշնեկի գործին, պիեսին, ապա կնոջ մասին է ու պատերազմի ժամանակ պատերազմի ընթացքում բռնաբարել են եւ այդտեղ իր բժշկի հետ ողջ զրույցն է թե կինը ինչ է զգում պատերազմի ժամանակ։ Կրկին տխուր պատմություն։ Տխուր պատմություն, բայց մենք ունենք նաեւ ուրախ ներկայացումներ, օրինակ Ֆիլոմենա Մարտուրյանը, որտեղ ես եմ խաղում բեմադրել է Լյուդվիգ Հարությունյանը, կարող եք համենալ, ունենք դաժան սիրո մասին պատմություն, եթե դու մեռնեիր, ունենք սովորական հրաշքը Շվարցի, սովորական հրաշքը Շվարցի։ Շատ ներկայացումներ ունենք։ Շատ լավ, Տաթև ջան, դեռ կխոսենք ներկայացումների մասին, իսկ ինչ խնդիրներ ունի այսօրվա թատրոնը։ Ոչ միայն ձեր, մասնավորաբար բոլոր թատրոնները ինչպիսի խնդիրներ ունեն, ինչպիսի մարտահրավերների առջև եք կանգնած, այ բացառիկ հնարավորություն եք այդ մասին բարձրաձայնելու, ինչու՞ չէ նաև պետության ներկայացուցիչներին ասելու, որտեղ մեզ լսում են բոլորը։ Ինչ խնդիր ունի այսօրվա թատրոնը եւ ինչ կուզենար ունենար։
Խնդիրները միշտ էլ ամենտեղ կան, որոնք հաղթահարելի են, եթե ունես ճիշտ մարքեթինգ։ Ես կարծում եմ մի քիչ ավելի գլոբալ վերցնեմ թատրոնի, առհասարակ թատրոնի խնդիրը հիմա ինձ համար ինչու՞մ է կայանում։ Կարծում եմ թատրոնը ոչինչ չի կարող փոխարինել, ինչքան էլ դարը փոխվի, ինչքան էլ ինտերնետը լինի, ինչքան էլ արհեստական բանականություն լինի, Netflix եւ այլն։ Այո, թատրոնին ոչինչ չի փոխարինի, բայց պետք է ինձ թվում է վերանայել թատրոնի մասին, հանրահռչակման մասին, թե ինչպես ենք մենք թատրոնը գովազդում, ինչպես հանդիսատեսը գա թատրոն, որովհետև հիմա մարդիկ չեն սիրում տնից դուրս գալ, ամեն ինչ պատվիրում են, նույնիսկ չեն սիրում տնից դուրս գալ միասին ինչ-որ տեղ գնալ, այսինքն դա մարտահրավեր է լուրջ։ Այո, հանդիսատեսին իրազեկելու մասին պետք է մտածել։ Իսկ խոսեցինք հանդիսատեսից, այո, շատ ճիշտ բան եք ասում, իսկ ինչպիսին է ձեր հանդիսատեսը ու հայ հանդիսատեսը։ Սովորաբար հանդիսատեսները շատ տարբեր են, բայց հայ հանդիսատեսը կարծես գնում է թատրոն ոչ միայն ներկայացում նայելու, այլ քննադատական մեծ խոշորացույցով, սա այսպես էր, նա այնպես էր։ Ինչպիսին է մեր հանդիսատեսը ձեզ։ Մեր հանդիսատեսը իհարկե ավելի էմոցիոնալ է, ինչքան որ ես գնացել եմ տարբեր երկրներ, զուսպ չէ, եթե դուր եկավ կարտահայտվի, լինում է հենց ներկայացման ժամանակ, եթե դուր չեկավ, չնայած երբ որ դուր չի գալիս մենք ավելի զուսպ ենք, քան ուրիշ երկրներում, մենք ավելի համեստ ենք։ Այդուհանդերձ ինչի վրա պետք է ավելի կենտրոնանա, որպեսզի հայ հանդիսատեսին գոհացնենք մի տեսակ բավականին բարդ աշխատանք։ Անկեղծ լինել։ Մեր հանդիսատեսը ֆայլս չի սիրում ու երևի թե ցանկացած հանդիսատես, հիմա սխալ է որ ես միայն մերոնց մասին խոսեմ, բայց պետք է անկեղծ լինել բեմից։ Երևի թե դա ամենամեծ գրավականն է։ Տաթև ջան, իսկ կա ձեր պլաններում այնպիսի ներկայացումներ, մի քիչ հարցը երկար կարող է տվել, բայց ավելի մասնավորեցնեմ։ Սովորաբար մեր ներկայացումներում, մեր ֆիլմերում, մեր գրքերում, պատմվածքներում միշտ ողբերգական ավարտ է, սկսած Գիգորից, Անուշից, Մարո, մնացած բոլոր, կարծես մեր կոդը դրված է դժբախտության եւ պարտության վրա։ Կա մի գաղափար, որ հետայսու փոխվի այդ կոդը եւ ինչու ոչ նաեւ գրվեն նոր սցենաներ հաղթանակների մասին, հպարտության մասին, խրոխտ լինելու մասին, չէ՞ որ մենք հենց այդպիսի ազգ ենք։ Այդ թատրոնում նույնպես պետք է այդ ներկայացումները լինեն։ Այս մասով կա ինչ որ այսպիսի մտահղացումներ։ Կան, բայց ես կարծում եմ, որ դա միայն հայրենասիրական չպիտի լինի։ Ես կուզեմ, որ եւ դա լինի, եւ մարդիկ ծիծաղեն։ Ինձ թվում է ամենաշատը մեր թատրոնին պետք է կատակերգություն, բայց ուղղակի հահահահիհի համար չէ, այլ իմաստով, ինտելեկտուալ, այո։ Ու ես հիմա արդեն դրա վրա եմ կենտրոնացած, մտածում եմ թե նյութի մասին, թե ռեժիսորի մասին, որովհետև մեր թատրոն մենք հրավիրում ենք ռեժիսորների, տարբեր նկարիչների, դա մեր սկզբունքն է։ Իսկ ձեզ համար, ինչպես նշեցիք, տարբեր պարտադիր նրանք պետք է ունենան բավականին լուրջ անցած ճանապարհ, թե կարան լինեն նորաստեղծ։ Այ ինչպիսին պետք է, ինչ հատկություններ պետք է ունենան, որ դուք կարողանաք ներգրավել նրանց ձեր աշխատանքներում։ Դրանով նաև կոչ ենք հղում մյուսներին։ Թատրոնը պետք է լցվի եւ երիտասարդներով, եւ փորձառու մասնագետներով, հենց հիմա երիտասարդներից մեկը հենց այսօր ինձ հանձնելու է նոր ներկայացում, եւ ես ամեն ինչ անում եմ, որ երիտասարդները գան եւ փորձեն իրենց առաջին քայլերը ամուր քայլերը դնել մեր թատրոնում, չնայած որ նաև օրինակ Սերժ Մելիքյանը փորձառու ռեժիսոր է, բայց երիտասարդներին էլ ենք մենք ճանապարհ տալիս, առանց դրա թատրոնը կփլվի։ Բայց տեսեք, խորհրդային տարիներից գուցե ժառանգություն է մնացել այդ մտածողությունը, այդ մտածողությունը մշակույթը, որ պետք է լինի փորձառու, պետք է այն ժամանակ Մոսկվայից էին կանչում, երկար ճանապարհ անցած մարդ լինի, այսինքն նորաթուխ դերասանին, նորաթուխ ռեժիսորին, սցենարիստին, լուսավորողին կարծես չէին ընկալում։ Հիմա փոխվել է ամեն ինչ։ Հիմա պատրաստ եք նույն ամենասկզնակի հետ աշխատել, գործակցել։ Հենց այդպես էլ կա։ Ես պատրաստ եմ։ Ես երբեք չեմ սիրում քննադատել ոչ մեկին, գուցե բոլորը չի որ կիսում են իմ կարծիքը,
Բայց ես հենց այդպես էլ արել եմ կանաչ կարմիրի, այս կանաչ կարմիր աշխարհի մեջ խաղում են երկրորդ եւ երրորդ կուրսի ուսանողներ եւ փայլուն են խաղում եւ իրենց ու ավյուն ու երանդը այնպես է փոխանցվում հանդիսատեսին, որ հուզված բոլորը դուրս են գալիս։ Ոչ մի խոչընդոտ չկա նրանց համար, նրանք ազատ են իրենց դերասանական գործունեության մեջ։ Միանշանակ ու պետք է իրենց օգնել ու այդպես ափերի վրա պահել, բարձրացնել, որ դե փորձը միշտ էլ պիտի աշխատես, որ փորձ ձեռք բերես, ես էլ եմ աշխատել։ Տաթև ջան, մենք նաև խոսեցինք առողջ հումորի, ինտելեկտուալ հումորի մասին։ Մեր օրերում շատ են տարբեր սիտկոմներ, տարբեր ինչ որ կլուբային ժամանակակից մոտիվներով, տեսքով, աղջիկներ, տղաներ եւ այլն, որ իրականում այդքան էլ հումոր չի, այլ գրոհիկություն է։ Թատրոնում ինչպես է կարողանում այնպես անել, որ գրոհիկության աստիճան չհասնի։ Արդյոք դժվար չէ եւ ինչ է պետք դրա համար։ Դժվար չէ, բայց դժվար է անկեղծ պիտի ասեմ, երբ որ տեսնում ես այդպիսի ներկայացումներ, տոմսեր ավելի արագ են վաճառվում, այո, հենց դրա մասին է խոսքը։ Սկսում ես մտածել, բայց մենք դեռ պահում ենք դա, մեզ մոտ ստացվում է, ինձ նույնիսկ շատ հաճախ ասում են դրա համար այսպես համարձակ խոսում, որ ինչպես ես կարողանում պահել, որ եւ կոմերցիա ինչ որ չափով լինի եւ արվեստ լինի, ոչ թե։ Հա։ Առայժմ ստացվում է ու դա իմ գերնպատակներից մեկն է։ Տաթև ջան, ինչ ներկայացում կցանկանայր, որ ունենայր, որ քո խաղացանկում լիներ, կամ նաև դու որպես դերասանուհի, որն է երազանքի դերը։ Երազանքի դեր այլևս չունեմ։ Ինչու՞։ Որովհետև հիմա տպավորություն կլինի, որ խաղացել եմ բոլոր երազանքի դերերից, բայց չէ, դա ավելի երիտասարդ ժամանակ էր այդպես։ Հիմա կա ցանկություն աշխատել այս կամ այն ռեժիսորի հետ, այս կամ այն խաղընկերոջ հետ, դերը էական չի ինձ համար։ Իսկ որ ներկայացումը կցանկանայր, որ հենց դու բեմադրեիր կամ ինչ մոտիվ, ինչ ոճի։ Մի քիչ գաղտնիքներ բացենք։ Երազանքների ներկայացում, երազանքների ռեժիսորում հետ, ասենք, մարդիկա երազում են Ալ Պաչինոյի հետ, հա, նույն տարածքում աշխատել։ Կանեման երազանք։ Եթե որպես երազանք, ապա միշտ էլ որպես երազանք կա իմ մտքում Ռալֆ Ֆայնսը, ում համար խելագարվում եմ, բայց դե դա կմնա երազանք։ Երբ փորձենք ամփոփել, Տաթև ջան, ինչ կմաղթեք, հա, մեր հանդիսատեսին, ձեր հանդիսատեսին, մեր մշակույթին, ընդհանրապես մշակութային գործիչներին, ձեր ուղերձը խնդրեմ։ Ուզում եմ առաջին հերթին շնորհավորել, որովհետև մարտի 27-ը իսկապես մեծ տոն է, մենք շատ, գիտեք, թվում է, թե մրցակցություն է եւ այլն, բայց իրականում մենք շատ համախմբված ենք ու իրար հետ շատ կապ ունենք ու իրարից շատ կախված ենք։ Ես ուզում եմ սեր ու ջերմություն մաղթել ու մաղթել, որ գրկելիս իսկապես անկեղծ գրկենք միմյանց։ Ծափահարելիս էլ անկեղծ ծափահարենք։ Շնորհակալ եմ Տաթև հանգամանալից ներկայացնելու։ Ես եմ շնորհակալ։